2025 թվականին Հայաստանում շինարարության աճը ԵԱՏՄ երկրներում եղել է ամենաբարձրերից մեկը՝ մոտ 21,5%։ 2026-ի հունվարին շինարարության ծավալը մոտ 18,7% աճ է գրանցել, այսինքն ոլորտը շարունակում է արագ տեմպերով առաջ գնալ։ Սրան նպաստել և նպաստում է պետական պատվերը՝ ասֆալտ, մանկապարտեզ, մայթեզր, շարքը կարելի է շատ երկար թվել, բայց վիճակագրական նշված տվյալներում իր մասնաբաժինն ունի նաև բնակարանաշինությունը, այսինքն այս ոլորտը դեռ մնում է գրավիչ ներդրողների համար։ Անշարժ գույքի շուկայի գների վերաբերյալ մենք տարբեր ազդակներ ենք ստանում։ Ըստ էության ազդակների մեծ մասը վերաբերում է նրան, որ վերջին շաբաթների ընթացքում հակառակը որոշակի ակտիվացում է նկատվել էլ շուկայում, այսինքն գործարքների իրականացում, մարդիկ հետաքրքրված են ինչ-որ բաներ են առնում։ Սա միգուցե կապված է Իրանում զարգացումների հետ, բայց չի ուզի տենց միանշանակ լինել, որովհետև ազդակները հələ որ անեկդոտալ են, այսինքն թվային արտացոլումը դրանց չենք տեսել։ Ամերիկա-Իսրայելա-իրանական պատերազմի առաջին իսկ օրից եղան կանխատեսումներ, որ Հայաստանում դրա հետևանքով կդիտվի էական գնաճ անշարժ գույքի շուկայում, այսինքն բավականին կաճեն վարձով տրվող և վաճառվող բնակարանների գները։ Անցել է 3 շաբաթ, բայց այդ կանխատեսումները չեն իրականացել, և դա բնական է։ Մինչև հիմա չի դիտվել Իրանից ներհոսք, բայց պատերազմի մեկնարկը այլ ածանցյալ ազդեցություն է ունեցել Հայաստանի անշարժ գույքի շուկայի վրա։ Այս գործոնը ավելի երկարաժամկետում ազդեցություն կունենա գնորդների, ավելի շատ ներդրողների տրամադրությունների վրա։ Հիմա գիտենք բավականին թրենդային է Դուբայի անշարժ գույքի շուկա ներդրությունների, եւ շատ մասնագետներ, գործակալներ տեղափոխվում են այնտեղ եւ ներգրավում են Հայաստանից ներդրողների, ասում են, որ այստեղ ավելի շահավետ, ավելի ապահով է ներդրում կատարել։ Կա ենթադրություն, որ պատերազմի ձգձգման դեպքում հայաստանյան անշարժ գույքի շուկայում կսկսեն ներդրումներ կատարել ոչ միայն Իրանի հայերը եւ իրանցիները, այլև այն մեծահարուստ հայաստանցիները, որոնք նախորդ տարիներին որպես իրենց միջոցների ներդրման անվտանգ եւ կայուն վայր են համարում Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների անշարժ գույքի շուկաները։ Երկար ժամանակ մարդկանց մոտ խոսույթ կար չէ Հայաստանում, որ ասում են շուկան տրաքելու է, գները իջնելու են եւ այլն, եւ իրականում եղավ որոշակի ճշգրտում շուկայում, եւ շատ մարդիկ կային, որոնք որ սպասում էին գնում կատարելուն, եւ այդ գործոններ քաղաքական եւ դրական սպասումներն էլ մեկտեղ եկան, արդեն սկսեցին գործակների քանակը եւ ծավալը մեծանալ։ Հայաստանյան անշարժ գույքի շուկայի վրա դրական առումով ազդում է նաև Արցախից բռնի տեղահանված հայերին հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Պահանջարկի աճի ֆոնին բնակարանների գները սկսել են բարձրանալ։ Հենց այդ վաուչերները սկսեցին աշխատել, այն միջինից էժան սեգմենտը բավականին գները բարձրացան, օրինակ նույն մասիվներում, ավաններում են $70,000, $80,000 արժողությամբ բնակարանները բավականին իրենց գները բարձրացավ եւ պահանջարկ կան մարզերի գնային ինդեքսներն ու գործարքների քանակը մենք տեսնում ենք, որ ավելի արագ աճում կան Երևանում, որը շատ դրական է։ Ներդրողի տեսանկյունից այս ամենն իհարկե լավ է, եւ դա բնական է։ Անշարժ գույքի ոլորտը շարունակում է ընկալվել որպես շահութաբեր բիզնես։ Այլ հարց է, թե ինչ ազդեցություն ունի դրա արժևորումը բնակչության ոչ այնքան ապահով խավի համար, որն օրինակ լուծում է վարձակալած բնակարանի բարձրացող վճարը հայթայթելու խնդիր։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։